Երբ իրար համակրող մարդիկ բռնում են իրար ձեռք, արտադրվում է օքսիտոցին հորմոնը մարդկանց օրգանիզմում եւ դա խթանում է երջանկությանը, լավ ինքնազգացողությանը, այնպես որ մի զլացեք, եթե ինչ-որ մեկին համակրում եք, խնդրեք թույլտվություն եւ բռնեք նրա ձեռքը։ Կարելի ասել օրվա խորհուրդ, եթե ուզում եք երջանիկ լինեք, ձեռք բռնեք ձեր համակրող, ձեզ համակրող կամ դուք համակրող մարդուն։ Մենք երրորդ ավելորդներն ենք ու այսօր ունենալու ենք շատ հետաքրքիր եթեր, որովհետև մեր հյուրը Ժաննա Բուտուլյանն է, իմ մանկության սերիալների քրաշարի։ Մեկ խելքը լավ է, երկուսը կրկնակի, երեքը եռակի, դիմավորեք մեր երրորդ ավելորդին։ Շատ գեղեցիկ է Ժաննա։ Ողջույն աղջիկներ, դուք էլ։ Վաղուց երկուսիդ էլ չէի տեսել, երկուսդ էլ ավելի է գեղեցկացել։ Ժաննա, մենք այստեղ խոսում ենք դեյթերից, ժամադրություններից ու մեզ հետաքրքիր է քո red flag-երը դեյթի մեջ։ Ինչ red flag-եր կան, որ միանգամից ասում ես հաջողություն։ Դժվար է շատ տեսնել, երբ որ արդեն գնացել ես դեյթի։ Մինչև էդ ես տեսնում red flag-երը, հետո արդեն չես տեսնում։ Բայց օրինակ ինչ պետք է անի լավ այդ տղան, որ դուրդ չգա, ասես չէ լավ իմը չի, թե չես նկատում։ Մեր շիպես ես չեմ նկատում։ Շատ բանի մոչի։ Բայց այն ամենաառաջն է։ Բայց տենց ինչ որ ֆիքսված ստանդարտներ գծած չունեմ։ Ուղղակի ին վրա իսկապես շատ բան է ազդում։ Իրավիճակային է։ Ես լավ, ես հարց ունեմ, ինձ շատ հետաքրքիր է։ Քո շոու բիզնեսյան, կարաս համ հայկական, համ ոչ հայկական, բայց լավ կլինի հայկական, որովհետև շատ հետաքրքիր է։ 3 celebrity crush-երը ովքեր են։ Տարիներ առաջ, այ հիմա հին բան կարող եմ հիշել, որ կար գրուպը Նանա։ Սալիստներից մեկը crush էր ինձ համար։ Ոչ, օքեյ, հասկացանք։ Սրճանեն գրուպը Նանայի, եթե բերի YouTube-ում, չէ լավ կատակեր։ Եթե բերի արխիվում, չէ, գրուպը Նանան հայտնի է ես։ Բայց ինչ որ շփման, հա, տես այդ երկու ես էլ հիշեցի, բայց շփման ձևեր, ժեստեր, բառապաշար, ինչ որ բան կա, որ վանում է ու բանը առաջին դեյթի անգամ չի հասնի, դեռ շփման փուլում, որոնք են։ Հիմա այս պահին ընդլայնվել է այդ իմ ցանկը, որովհետև եթե առաջ ինչ-որ խոսքեր կային, որոնք ինձ վրա կարող էին ասել, հիմա արդեն ամեն ինչ սկսվում է ծանոթանալու ձևից։ Ծանոթանալու ձևից երևում է տղան ակումբներ է հաճախում, սովոր է այդպես չաթերով աղջիկ կպրծնելու, Արխային ասա։ չաթերով այդ արդեն վանում է։ Այդ ինչ պետք է անի, որ մտածես, որ ինքը բավականին մեծ փորձ ունի չաթերով շփվելու։ Ես էլ եմ իմիջայլոց դա զգում, ուզում հասկանամ նույն ձև ենք մտածում, թե տարիքի հետ, փորձի հետ հասկանում ես։ Լավ է, տենց պետք է ինձ թվակրի, լավ է, Ժանջան։ Չէ, հիմա արդեն երևի դժվար մեկը, որ գրի ծանոթանամ։ Հա, որովհետև Այդ շատ վատ է, ուրեմն սովորություն է, էլի շատ բաներ այս տարում հիվանդություն են, մարդկանց ուղեղը մի տեսակ արդեն հասնում է շեղվածության այդ մոլագարի պես աջ ու ձախ բոլորին գրելը եւ անընդհատ թերթելը նայելը, հասկանում եմ, որ ամեն ինչ շատ է եւ աչքդ տեսնում է, բայց միևնույն է դու ինչ որ կողմնորոշվածություն պիտի ունենաս։ Նրանք ասենք, որ Ժաննա Բուտուլյանի red flag-ը, երբ որ տղան ակտիվ է շատ համացանցերում։ Դա էլ, այո, դա է։ Red flag-ն համացանցը, ակումբները միանշանակ այնտեղ ոչ մի լավ բան չկա եւ ոչ մի լավ մարդ չես կարող գտնել։ Որը, հա, այսինքն շատ սերիոզիպային եմ խոսում, շատ կտրուկ եմ խոսում, բայց փորձ ունի տառապանքը ոնց։ Ոչ թե փորձ ունի, այլ համարյա վստահ եմ։ Արդեն ժամանակն է, որ մենք կանչենք եւ տեսնենք, թե ինքը ինչ red flag-եր ունի, ու մենք պետք է քրքրենք իրան Զարայի ասած։ Երբևէ ձեզ համար երկուսը պայքարել են եւ այն էլ տեսախցիկների առաջ։ Իսկ մեր մասնակցի համար պայքարելու են։ Մեր հերոսը արդեն այստեղ է Աշոտը Ստեփանյան եւ մենք հարցեր ենք տալու պարզելու թե որն է իր red flag-երը։ Բարև ձեզ Աշոտ ջան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Հիանալի դուք։ Շնորհակալություն։ Աշոտ ջան, մենք ստեղ քննարկում ենք red flag-երը ու սկսենք նրանից դուք արդյոք ունեք red flag-եր ձեր կյանքում, որոնք հենց միանգամից չէ ամենտեղ։
Ну, իրականում շատ տենց ինչ-որ red flag-ներ չունեմ ես, ըստ ավելի շատ շփման մեջ է հասկացում էդի, երբ որ շփվում ես դվեր մարդու հետ, արդեն ընթացքային հասկանում ես էլի, տենց ինչ-որ red flag այս բանին տենց չեմ կարա առանձնացնեմ։ Լավ, օքեյ, եկեք չեք կարա առանձնացնեք, ես օրինակ կբերեմ։ Դուք իմ հետ դեյթի եք, խոսացեք դուք, ասեք ոնց եք բան դեյթվենք։ Okay, եկեք պատկերացնենք ինչ եք դուք սիրում, ինչ եք։ Ինձ ոչ մի բան չի հետաքրքրում։ Եթե Չես գնացել դեյթի, եթե Չէ, դա ես ուզում իրա մեջ գտնեմ այդ ջիղ red flag-ի, որ հասկանամ։ Օրինակի համար քո համար այդ red flag չի, որ աղջիկը, չգիտեմ, համեստ չի։ եկեք հասկանանք ինչ առումով Օրինակի համար դուք խոսում եք իմ հետ, դեյթի ենք ես եւ դուք, տեսնում մի հատ տղա, շատ սիմպաթիչտի, ու ասեմ ինձ ծանոթ, ասեմ վայ, Արտարի կյանք, լլլլլլ, ծանոթացի ընկերս, չեմ ասում ընկերս, ասեմ ծանոթս, հա, նստի, օքեյ, կյանք, այդ քո համար red flag։ Եկե դի անենց պահա, որ բնականաբար արդեն դու որոշակի հնարավորություն ես պահպանելու, չես կարող արդեն իրան ավելի մոտ ընդունես։ Եթե մի քիչ ինքնակնդատորեն մոտենանք, դուք ինքներդ ինչ եք կարծում, որոնք են ձեր red flag-երը, ձեր բացասական կողմերը։ Նայեք, դուք անց բանեք ասում, որ ոչ մի մարդ հիմնականում Ես ալարկոտ եմ։ Ես կարող տարվեմ ու շատ ձանձրալի թեմաներից խոսամ։ Դա իմ red flag-ն է։ Ես կարող եմ ասեմ red flag, որ հանդիպումներից սիրում եմ ուշանալ ու հաճախ ճակատագրական է լինում։ Ինչի՞ եղել է դա։ Սիրում եք, այսինքն դիտավորյալ եք դրանում։ Համ դիտավորյալ, համ ինքը իրան ստացում։ Այսինքն դիտավոր։ Դուք ձեզ թագու եք, զգում թագուիրա, չէ՞, սիրում ուշանալ։ Դե ինչը կարող եք ավելի շատ ինքը ստացվում է ու կարա, չգիտեմ, ենթագիտակցորեն դու արդեն ամեն ինչ գնա նրան, որ դու սկսես ուշանալ, հա։ Ձեր red flag-ը ոչ պունկտուալ լինելն է։ Դա կարելի ասել։ Ժամադրություններին միայն, թե առհասարակ դա կյանքի ինչ որ հատկանիշ է ու բոլոր հատկանիշ է, բայց ժամադրությունների դեպքում էլ եղել որ տենց ա եղել։ Դուք ունեցել եք լուրջ հարաբերություններ։ Այո։ Եվ ոնց երբ։ Ну, տենց մի տարի է տևել, բայց ավարտվել է մոտ տարի առաջ։ Եթե գաղտնիք չի, որն է պատճառը եղել։ Ну, իրար չենք հասկանում արդեն։ Այսինքն ինչ որ ժամանակ իրար հասկացել եք, հետո չեք հասկացել, բայց կարող են տարբերակ լինի, որ օրինակ եղել է սիրահարվածության փուլ, որ լիքը բաներ ընդունելի են եղել, լիքը բաներ ռոմանտիզացվել են ու եկել է մի հատ պահ, որ всё, ռոմանտիկան անցավ, ռեալ կյանքն է, էդ է եղել, թե ինչն է եղել։ Բոլոր հարաբերությունները դեմից դու դիմացինին հարաբերությունների մեջ ավելի շատ տենց իդեալականացնում ես, բայց ինչքան երկարում է հարաբերությունները, դու արդեն ոնց որ հասկանում ես, որ все-таки կան թերություններ, կան քո մեջ նաև թերություններ, որ իրանն է դուր չի գալի ու երբ որ արդեն երկուսը հասում մարդեք, ինչ որ փուլում հասկանում եք, որ այդքանը իրար չեք համապատասխանում։ Դուք եք հասկացել սկզբում, թե միասին, թե ոնց է։ Դա շատ միասին։ Իսկ ինչով եք զբաղվում։ Ներկա պահին արկածային туриզմով եմ զբաղվում։ Արկածային туриզմը ո՞րն է։ Արշավներ եմ կազմակերպում, մարդկանց տանում սարերը, ուղեկցում, փորձում եմ։ Արկածները ինքնըստինքյան գալիս են։ Բնականաբար լինում է նաև դեպքեր, որ ոչ պլանավորված դեպքեր են լինում։ Իսկ օրինակ արշավների ժամանակ չկան տենց աղջիկներ, ում համակրում եք իրենց հետ հավես ժամանակ եք ասում, թե դուք գործնականը, անձնականը։ Դե նայեք, ինչքան է դուք ասեք գործնական, բայց եթե ինչ-որ բայ ինչ-որ մեկին դուրդ գալիս է, դու ինչ-որ քայլեր անում ես։ Բայց դա պրոֆեսիոնալ է։ Այդքան է չէ, բայց Գիդը, եթե ես հասկանամ, գիդը ինձ համակրում է եւ ցույց է տալիս։ Հոյ, ես մի քիչ դիսկոմֆորտ կլինի։ ատում եմ, երբ որ ես զգում եմ դիմացիներս իրար։ Հիմա դու հիշում ես այն գիդին ում չես Ում չեմ համակրել։ Եթե սիտուացիան պատկերացնեմ, ես իմ կոմտասը ես եղել եմ այն սիտուացիաներում, երբ որ եղել է, ես տեսել եմ ինչ որ մի հատ ոչ միայն գիդերի հետ կապված, էլի եղել է ինչ որ տեղ եմ գնացել, որտեղ գործնական մթնոլորտ է, բայց ես զգացել եմ արտոնությունը այն աղջկա հանդեպ, ում համակրել է մի հատ տղա ու վրես ազդել են իրանք։ Լուրջ եմ։ Այդ աղջկա թևից վերցներ, դուրս հրավիրեի։ Չէի կարա, որովհետեւ Նայեք, ճիշտ հարց է տալի, բայց այդ տեղում դու ոչ մի քայլ չես անում։
կա արշավից հետո ինչ-որ մի բան հնարավորություններ դու գիտությունից հետո արդեն ինչ-որ բաներ անես։ Հա բողոք կներեք էլ, ես ինչ-որ տենց լրագրողական մի հատ պահ, բա որ վատ ֆիդբեք կրեն ձեր գործատուին, ասեն ինձ հետա պնդում ա գիդը, իմ նման ինչ-որ տենց մեկը լինի, ու ասի ֆիդբեք կրի, ասի, չգիտեմ։ Կարա լինի։ Իսկ կներեք, կարող ենք մի քիչ հետ գնալ, օրինակ որ չեք համապատասխանել իրար։ Դա ինչ որակ է եղել։ Ինչ է իր մեջ օրինակ եղել, որ ասել եք, չէ, չեմ կարող համակերպվել։ Ճակատները չեմ ուզում բացեմ։ Չէ, բայց հետաքրքիր է։ Ազատամիտ է եղել ավելի։ Ну մի քիչ, բայց ոնց որ այդ դուրը փակած է, ու այդ դուրը չեմ բացում։ Չենք հասկացա։ Չէ, հետագայի համար, այլ մարդկանց համար, օրինակ հնարավոր չէ ինչ որ կոմպրոմիսի գնալ։ Դե եթե լիներ հնարավորություն կգնենք։ Աշոտ ջան, իմ վերջին հարցն եմ տալիս, որ բոլորին տալիս եմ։ Դուք ունեք 3 crush հայտնի մարդկանց մեջ, հայկական կամ ոչ հայկական շոու բիզնեսում։ Ну, տենց էս բան ինչ-որ մարդկանց չեմ կարող առանձնացնել։ Դե առանձնացրեք լավ։ Շանն են կարող առանձնացնել, հայտնիներից։ Ես էլ եմ մտածում, անկեղծ իմ դիմացը Ժաննա նստել, ես կառանձնացնեի Ժաննային։ Հետո Մյուս երկու եկեք Ժաննայի կողքին ուրիշ մարդկանց չդնենք։ Շնորհակալ եմ։ Ժաննա։ Այս հրաշալի նոտայով է։ Ավարտվեց հաղորդումը։ Ավարտուն։ Շատ շնորհակալություն սենց հետաքրքիր պատասխանների եւ բովանդակային զրույցի համար։ Ձեզ կխնդրենք սպասել, պատրաստվել առաջին ժամադրության, որովհետեւ հարցախեղտ ենք անելու մարդկանց, որոնք եկել են այսօր այստեղ ձեր համար պայքարելու։ Պատկերացնում ինչ լավ է հնչում դա։ Հույսը մեր ստուդիայում երբեք չի մարում։ Դիմավորեք մեր մասնակցին, ում հույսը երբեք չի մարի մեզ հետ։ Իմ համար այնքան կարևոր է, երբ որ աղջիկները նախաձեռնողականությունն են վերցնում իրենց ձեռը, նա ով պատրաստ է այսօր պայքարել եւ խոսել իր իսկ կարմիր դրոշակների մասին։ Ողջույն Սաթենիկ, շատ գեղեցիկ է ձեր ոճը։ Ես էլ եմ ասել շատ հետաքրքիր կալկուտկաներ եք հագել, շնորհավոր, անգամ շնորհավոր։ Կոմպլիմենտ է, իրականում շատ գեղեցիկ է, շնորհավոր։ Գարություն։ Այս ես հումորներ եմ անում հարգելի YouTube-յան դիտողներ, որպեսզի մեր մասնակիցները չկաշկանդվեն։ Ես շնորհակալ եմ վերջում եկավ։ Իմ հակով չլինի, բայց գեղեցիկ է։ Սաթենիկ ջան, մենք մի քիչ առաջ ու առհասարակ այս հաղորդման շրջանակներում քննարկում ենք red flag-երը։ Ինձ հետաքրքիր դու, այսինքն մենակ ինձ չէ, բոլորս հետաքրքիր ինչ red flag-եր ունես դու։ Ես գիտեմ red flag-ը։ Հա, լավ։ Ուղղակի փորձում եմ մտածել, թե ինչն է red flag իմ համար։ Մինչև ես չէի մտածել դրա մասին։ Լավ, կանանք ուրիշ բաներ խոսանք, հետո հենց գա Ինքան հետաքրքիր է, հիմա համացանցը ողողված է, չէ, նմանատիպ նյութերով, որ տղամարդը պետք է այսպեսին լինի, պետք է այնպեսին լինի ու մարդկանց մի տեսակ ծրագրավորում են ու լավ է որ տենց միանգամից չի ասում ինչն է իր red flag-ը, որովհետև դա կլինի ուղղակի ինչ-որ ստերեոտիպ, որը աշխարհը փաթաթել է նրա ուսերին։ այո Հա, դա կարծրատիպ առհասարակ պատրաստ եք ինչ որ կարծրատիպեր կոտրել։ Ես դրա հետ խնդիր չունեմ։ Ես ինձ կարելի է ասել համարում եմ միշտ փոքրամասնություն։ Հետաքրքիր է ինչ պատկերացումներ ունես։ Մենք բոլորս ինչ որ պատկերացումներ միշտ կազմում ենք, չէ՞, թե ինչպեսին պետք է լինի մեր կողակիցը։ Հետաքրքիր է քո պատկերացումներ, ինչպեսին պետք է լինի նա։ Ինձ համար առաջնահերթը հարաբերությունների մեջ լինի միշտ 50-50-ը, այսինքն թե կենցաղի հետ կապված, թե աշխատանքի ամեն ինչում միշտ պիտի բաժանվի երկու մասի հավասար։ Իսկ ֆինանսական տեսանկյունից ինչ որ եթե դուք ավելի հաստատ եք ձեր կողակցից, ձեր համար դա խնդիր կլինի։ Ինձ համար դա խնդիր չի։ Դա 50-50 է։ Դե այդ ավելի շատ կենցաղի հետ կապված, այսինքն գումարի առումով, եթե իմ կողակիցը զբաղվելու է իր սիրած գործով, որի համար, ասենք, ստանալու է ինձնից քիչ գումար, ես միայն կողմ եմ լինելու դրան, որովհետև աշխատել չսիրած աշխատանքով զբաղվել ու ստանալ շատ գումար, այդ մի քիչ կոտրում է մարդուն։ Քո համար ո՞րն է տղամարդու օրինակ իդեալը, որ ասես այս տղամարդու կետերը ինձ համապատասխանում են։ Դե ընդհանրապես զուտ մաքրասեր, մաքուր մարդը։ Թեկենցա։
Հա, էլի կենցաղի հետ է կապված։ Այդ իրականում շատ կարևոր է իմ համար։ Օրինակ մեր հերոսի մեջ ես արդեն շատ լավ բան նկատեցի եւ հիշեցի, որ ինձ համար մեծ red flag է, երբ տղամարդը լինում է զրպարտող եւ բամբասկոտ։ Այսինքն նա չխոսեց իր նախորդ հարաբերությունների մինուսներից, որովհետեւ շատ մարդիկ գիտեին թե ով է այդ աղջիկը եւ նա շատ զուսպ իրեն պահեց եւ դա ինձ համար մեծ green flag է, որովհետեւ դա տղամարդուն հարիր լավ հատկանիշ է, չբամբասել է մարդը այդ առումով։ Հոգեպես։ Սաթենիկ իսկ ունես celebrity crush-եր հայկական շոու բիզնեսի եւ ոչ։ Հայկականում չէ։ Իսկ ոչ հայկական։ Ունեմ։ Ովքեր են։ Thomas Sangster-ը։ Իմ ճաշակը մի քիչ բան է, էլի։ Մեր թողարկման մեջ մենք բան եմ նկատել, երբ որ հարցնում ենք մասնակիցներին հայկական իրականությունից, ասեք crush-եր, միշտ ծիծաղում են ու չեն ասում։ Այսինքն մեր հայ տղերքի ինչն է պակաս։ Իսկական է։ Տեսք ունեն։ Ասենք շատ սիմպաթիչն է, մենք հայ երկիչներ միշտ նշում է Խորեն Լևոնյանը, բայց ես կարող նորերին նշեմ լիքը։ Ես էլ կարող եմ շարքը ավելացնել։ Ֆուտբոլիստերի մեջ, ինչքան սիմպաթիչն է, սպորտսմենների մեջ, երկիչների մեջ։ Հիմնականում նրա մարտիկները։ Արտուր Ալեքսանյան։ Ամշամարտիկ Արտուր Ալեքսանյան։ Հա, բայց Սիմոն ազգանության շատ են, մեր այո։ Շատ սիմպաթիկ է տղան։ Իսկ թատերական աշխատում ամենաշատը ամաչելու, որովհետև իրականում դերասանների մեծամասնության Ես այնքան եմ խորել Լևոնյանը ասել ուսոց Ջարմեկյան դուս գա խայտարակ կլնեմ, բայց իսկ հիմա ասա կարող է ստացվում է։ Կարող է Միրա Ծառուկյանը նայում, հա չմոռացել եմ։ Չես անընդհատ Միրա Ծառուկյանին եմ եկի հիշում։ Օրինակ Կարեն Աստան ինքն է ամուսնացած։ Գորսուջյանը։ Գորսը ամուսնացած։ Ամուսնացած։ Չէ, բայց ես ուրիշ օրինակ եմ ուզում բերեի։ Ով չա։ Արտուր Ալեքսանյանը, Արտուր Ալեքսանյանը, նարիմա ասպահան Սաթենիկը ինձ հավանել է ես իրը։ Խի։ Արտուր Ալեքսանյան Սաթենիկը քեզ հավանում է, եթե ինչ։ Ես էլ եմ Արտուր Ալեքսանյանին հավանում։ Այո, Արտուր Ալեքսանյան ջան, մեզ գրի։ Եկեք վերադառնալով մեր հերոսուհուն, ինչ ակնկալիքներով եք այսօր այստեղ, ինչ ակնկալիքներ կան մեր հաղորդումից։ Կոնկրետ ակնկալիքներ չկան, ոնց կստացվի։ Դուք սիրում եք պահը բռնեք։ Այո։ Մենք շատ հետաքրքիր զրույց ունեցանք, փորձեցինք կորզել ինֆորմացիա, բայց Սաթենիկը շատ փակ էր։ Հուսանք Աշոտի հետ կբացվի, որովհետև հիմնականում աղջիկներ կան, ովքեր տղաների մոտ ավելի անկաշկանդ են, քան ուրիշ աղջիկների։ Մենք այստեղ ենք լինել։ Բայց մենք ստեղ ենք լինելու, բայց սպասենք մյուս մասնակցին, մյուս հերոսուն, տեսնենք թե նա ինչ red flag-էր եւ ինչ հետաքրքիր ինֆորմացիաներ ունի մեզ համար։ Չնայած տեխնացուներից նա երկրորդն է, բայց մեր մասնակիցը կարող է իր սիրտը տալ հենց նրան, եթե ոչ սիրտը գոնե ուշադրությունը։ Մեր մյուս տեխնացուն արդեն այստեղ է, Նարեն Թորոսյան, մեր գեղեցկուհին, ողջույն Նարե։ Մի քիչ քո մասին կխնդրեմ պատմես, ինչով ես զբաղվում, եթե ուզում ես ասես քանի տարեկան ես, ուզում ես մի ասային ինչ ինֆորմացիան ինչը քո համար կարևոր է քո մասին։ 20 տարեկան եմ, սովորում եմ Բրյուսովում, մասնագիտանալով թարգմանության ոլորտում, իսպաներեն, հայերեն ավելի շատ։ ¿Cómo estás? Muy bien. Soy niña. Me llamo. Me llamo Me llamo Nina. Մենք ուժ բան ենք ասում երեխեքներեք։ Yo soy Nina. Տարբերություն չկա։ Մեկ է վատ բառեր գիտեմ, բայց չեմ ասի իսպաներեն վատ բառեր։ Նարե ջան, ունեցել ես հարաբերություններ։ Այո։ Ինչն է պատճառը, որ եթե ուզում ես ասես, էլի, եթե գաղտնիք, ինչքան է տևել։ Ոյ, տևել է մոտ 3 տարի։ Քանի տարեկանից եք այսինքն սկսել։ 16։ Առաջին սեր։ Որի թիթեռնիկներ։ Իդեալական, հետո։ Պատճառը ինձ չհարգել ավելի շատ։ Ոնց միշտ ամեն վեճի ժամանակ ինձ մեղադրել կամ չգիտեմ ամեն ինչ բարթել դիմացինի վրա։ Ես հասկացա, որ այդ ուղղակի տոքսիկ հարաբերություններ է ու ես չեմ ուզում շարունակեմ իմ ապագայի մասին մտածելով ավելի շատ։ Ու ես դրանից հասկացա, որ պիտի սիրեմ առաջին հերթին ինձ ավելի շատ, քան դիմացինիս։
Ինձ դուրը գալիս է մեր հայ աղջիկների մտածելակերպը, այս քանի արդեն հաղորդում է գալիս են ու իրանք պատմում են ոնց են իրանք դուրս եկել տոքսիկ հարաբերություններից ապրուզին ու կարևորը ժամանակին ճիշտ պահին հասկացել են, շատ դժվար է դա իրականում։ Այ եթե խոսենք ցանկալի կողակցի մասին, ինչպիսին են նա, թե ներքին հատկանիշները կարող եք նշել, թե արտաքին, ինչու ոչ։ Առաջին հերթին հարգանքը իմ անձի հանդեպ, այսինքն իդեալական մարդ կոնկրետ չկա հարաբերություններում ու ըստ իս պիտի երկուսն էլ միմյանց հանդուրժող լինեն։ Իսկ ի՞նչն եք օրինակ դուք համարում անհարգալից։ Դե օրինակ, եթե դիմացինը կարող նենց բառեր օրինակ ասի ընկերուհուն կամ ուրիշների մոտ, ասենց ասած, վատաբանի իր ընկերուհուն գցի ուրիշների մոտ, կոպիտ ասած։ Անհարգալից նաև այն կլինի, որ ես ինչ-որ բան ուզեմ, այդ շատ ցանկանամ, ու իմ դիմացինը ինձ չփորձի ընդառաջի, այլ հակառակը, միշտ ասի դու օրինակ չես կարող ինչ բան անես, ինչ որ եղել է իմ նախկին հարաբերություններում, երբ որ ես ունեցել եմ, չես կարող անես կամ այդ քո խելքի բանը չի, չգիտեմ, տենց տարբեր։ Դա տարածված տեսակ է մեր հասարակության մեջ, ուղղակի շատ-շատերը իրենք իրենց հետ խնդիր ունեն։ Եվ դա ոչ մի կերպ դիմացինի հանդեպ վերաբերմունք չի, դա ուղղակի այդ մարդը չի գտել դեռ իրեն ու ուզում է դիմացինի շնորհիվ ինչ-որ նշանակություն տալ ինքն իրեն եւ ավելի տղամարդը զգալ, իսկ եթե մարդը ուզում է իրեն զգալ, ուրեմն արդեն չի զգում։ Ու շատ կարևոր է, որ հարգանքը նաեւ այդ մոտիվացնելով արտահայտվի, որը դուք նշեցիք, դա էլ շատ կարևոր հանգամանք է, որ ձեր հետաքրքրությունները դիմացինի համար եւս լինեն, թե ձեր անձը, թե ձեր հետաքրքրությունները լինեն առաջնային, դրանում որևէ վատ բան չկա, չնայած շատ հաճախ փորձում են դիմացինի մոտ ստեղծել անլիարժեքության բարդույթ, որ այդ բարդույթը խաղարկելով փորձեն մանիպուլացնել եւ այսպես ծնվում են աբյուզիվ հարաբերությունները, շատ կարեւոր եւ գնահատելի է, որ դուք դա տենց շատ լավ, շատ շուտ ստացել եք, որ տենց վերաբերմունք էի ստանում, ես ինձ զգում էի անկարող, այսինքն զգում էի մեկը, ով եթե կողակցից չի ստանում այդ մոտիվացիան, այդ օգնությունը, այսինքն ոչ մեկ ես դու, ոչ մի բանի չես կարող հասնես ինքդ քեզնով կամ, չգիտեմ, ոչ մի տեղ հաջողություններ դու չես կարող ունենաս, բայց երբ որ դու հասկանում ես արդեն քո դատողությունը սառն է լինում արդեն, ճիշտ է, սկզբում տանջվում ես, բայց հետո ավելովա մի փոքր տանջվես, քան տենց շարունակես։ Իսկ նարը պատրաստ ես լուրջ հարաբերությունների դու հիմա։ Իրականում հիմա շատ բարդ է այս դառնում, ինչ-որ մեկի վստահել է իմ համար տղաների առումով, որովհետև հենց մեկը հասարակությունում, երբ որ ես տենում անընդհատ բաժանումներ, զույգերի մոտ իրար չհասկանալ եւ այլն, Տենց ոնց որ վստահությունը կորում է։ Բայց ես գիտեք ինչ եմ մտածում, այդ մենք որ տեսնում ենք անընդհատ բաժանություններ բան, այդ դա գալիս է նրանից, որտեղ դրա մասին շատ է խոսում։ Բայց օրինակ ոչ ոք չի գալի ասում ես իդեալական հարաբերություններ ունեմ, դրա համար չենք տենում իդեալական հարաբերություններ։ Իրականում այն է կա, ուղղակի բաժանությունների մասին ավելի շատ է խոսում։ Նաև այդ նաև կարող խոսի նրա մասին, որ մարդիկ ավելի զարգացել են եւ շատերը հասկանում են, որ ավելի լավ է առողջ բաժանում, քան անառողջ հարաբերություններ։ Նարե օրինակ վիզուալ, այսինքն արտաքին արտակնապես ովքեր են քո celebrity crush-երը, ես իմ սիրած հարցը սաղին տալիս եմ։ Հայ կոնկրետ իմ համար Հայկո Հովհաննիսյանը, տենց արտակնապես ու Վիլենը Սարգսյանը։ Հայկո Հովհաննիսյանը դու հասկացա, պրեսորփից հետո։ Լյուսա, շատ սիմպաթիկ է Հայկոն էլ, Վիլենն էլ, հետո իսկ ոչ հայերից։ Ոչ հայերից։ Ճիշտ ասած մտածած չկամ այդ առումով։ Լավ, իսկ երրորդ հայ չկա։ Երրորդ հայ։ Վարուժը Մարգարյան, ինչու ոչ։ Վարուժը շատ լավն է։ Հա, հասկացա արտակնապես բոյով թիկն եղ այսպես։ Սևահեր, չէ՞։ Սևահեր, հա։ Սենց մի քիչ գողա կա։ Բայց լավ, դա էլ պետք չի ռոմանտիզացնել։ Հա, բայց դա մնակերպարում։ Բայց ինչ red flag-եր ունեք դուք, մի քիչ այսօր տրամադրված եմ, որ նաև ինքնակննադատություն անենք եւ հասկանանք, թե մենք ինչ red flag-եր ունենք։
շատ ժամանակ կարող է դիմացինից չլսեմ ինչ ասում, ես իրան ընդհատեմ ու ես սկսեմ ընդհատ չգիտեմ, մուննատ կալավելի շատ իմեջ հատ այդ մուննաթը, դենց կարող մարդուց օրինակ վիրավորվեմ այդ պահին, ճիշտ է ցույց տամ, որ շատ լավ է, բայց իմեջ այդ մնա ու չարտահայտվեք։ Հա, ու չարտահայտվեմ։ Մերսի, որ չասացիք շատ բարի եմ, որտեվ դի համար ընկերասեր, իմ red flag-ը դա բարությունն է եւ ընկերասեր։ Բայց նորմալ է վիրավորվելը, եթե մարդը վիրավորել է, նորմալ չի, հա, երևի չարտահայտվել է, այդ նկատի ունեիք։ Դե ձեզ մեղավոր չպետք է էլի զգաք, որ մարդը նեղացրել է, դուք նեղվել եք։ Իսկ ձեր սխալները ընդունում եք դուք։ Ահա, եթե ես զգում եմ, որ իրոք սխալ եմ, ես միանշանակ դիմացինից ներողություն խնդրում եմ ու դրա մեջ վատ բան չեմ տեսնում։ Անձով կարիճ եք։ Չէ։ Ես եմ կորիճ։ Գիտեմ, կարիճներն են։ Հետաքրքիր է։ Ինձ թվում է մենք արդեն բավականաչափ տեղեկացվեցինք Նարեից, որը շատ գեղեցիկ աղջիկ է։ Նարե ջան, շնորհակալ ենք շատ։ Թերևս քեզ ճանապարհում ենք, որ դու պատրաստվես առաջին ժամադրությանը, որին չես լարվում, որովհետև մենք էլ ենք քեզ հետ լինելու։ Դե գնա պատրաստվի առաջին ժամադրությանը, իսկ մենք անցնենք առաջ։ Իսկ ես կենտրոնացրել եմ իմ ամբողջ ուժը, որպեսզի ցույց տամ green կամ red flag։ Տեսնենք թե որն է հաղթում։ Մեր հերոսները շատ ռոմանտիկ միջավայրում նստած են, իսկ մենք հատուկ ստեղ ենք, որպեսզի ցույց տանք red կամ green flag-եր, եթե մեր դուրը մի բան գալիս է կամ չի գալիս։ Եկեք տեղափոխվենք, տենանք ինչ ժամանակ են իրանք անցկացնում։ Ինչն է քո համար կարևոր քո ապագա կոակցիա մեջ։ Ինչպես են հոգատար լինի, անդադ քեզ ուշադրություն դարձնի, թե այլ բաներ է կարևոր։ Օրինակ մարդիկ կան, որ շատ են սիրում, որ անդադ իրենց նվերներ են տալիս, դու ոնց ես տենց մտածում ես, թե դա հաճելի է, բայց նենց չի, որ պարտադիր է։ Ինչի։ Չի ստացվում, որովհետև շատ пассив է նաև մյուս կողմը, այո, red flag եմ ցույց տալիս։ Ակտիվացնենք իրեն։ Այո, դու պետք է ակտիվացնես, դու էլ եթե քո դուրը չի գալիս, անկեղծ լրիվ դուրս եմ ասում, կարաս թողես եւ գնաս։ Որոշի, դուրա գալի թե ոչ։ Դենց սիրուն չի մարդը դեմաս։ Ինչի։ Այսինքն դուրս չի գալիս։ Այսինքն դուրս չի գալիս։ Դե մի քանի րոպե խոսենք ու ավարտենք։ Ոյ, օշոտ, չնեղվեք։ Եթե քեզ դուր է գալի, մի հատ կարող է գրավես ուրիշ ձև։ Օրինակ դու երգել գիտես։ Չէ։ Պարել։ Չէ։ Ռեփ կարդալ։ Չէ։ Ասմունքել։ Չէ։ Կինո նայել։ Այ։ Ահա, դե հիմա գնացի կինո նայել։ Okay, լավ։ Կինոնը սիրում ես։ Ինչ ժանրի մեջ։ Ֆանտաստիկա։ Իսկ հեչ եղել է, որ ինչ որ կինո հավանես ու մտածես, որ այդ կինոն սուչեն քո կյանքի նման է։ Մի հատ կներեք բան ասեմ, 1000 ներողություն, շատ հետաքրքիր է, բայց առաջին իսկ պահից դուք պետք է իրար ճանաչեք, ոչ թե կինոները։ Մեջելուց Աշոտը շատ լավ բացվեց այս դեյթի ժամանակ, Սաթենիկը չէ։ Սաթենիկը ակտիվ է, աղջիկ ջան։ Կարող է TV-ով մեկը քեզ տենա հավանի գոնե։ Քո դրա համար ակտիվ է։ Նստել ես, համես, իջա։ Okay, մի քանի րոպե։ Նայ, իսկ կինոները, չէ, օրինակ կինոների մեջ մարդիկ իրենց են նմանացնում, օրինակ ու այդ կինոյի սցենարը հերոսուհին կամ հերոսը նմանացնում են իրենց ու փորձում են իրենց նմանացնել։ Ինչ-որ մեկը օրինակ բանկ է թալանում, ինչ-որ մեկը գնում է ճամփորդությունների, տենց ինչ-որ կինոներ եղել քո կյանքում, որ տենց են օրինակ, ես շատ եմ սիրում ճամփորդական արկածային կինոներ ու նայում եմ, երբ որ օրինակ հետաքրքիր ինչ-որ քաղաքի երկրի մասին է տես լինում, օրինակ չգիտեմ, Իսպանիայի Մադրիդ քաղաքի մասին, ես ուզում եմ գնամ տեղ։ Իսկ քո մոտ ինչ կինոներ կան, որ դու ուզում ես։ Երկար խոսել, սա ժամադրությունը խոսած։ Այնտեղ դու հարցը տվի, եթե ասիր օրինակ ես, ինքը իրան տվեց, ինքը իր մասին պատմեց։ Չի խոսում, ես պիտի խոսեմ, ուզում չուզում։ Համաձայն եմ, Սաթենիկ ջան։ Չէ, այդ Ասա ջան, մի հատ արի, լարի նստիս թե, ես ներվայնաձարդ եմ։ Հիմա բարև Սաթենիկ, լավ է։ Կասես ինչով ես սիրում զբաղվել։ Շատ բաներով։ Օրինակ ի՞նչն է քեզ գրավում։ Քեզ ի՞նչն է հետաքրքրում կյանքում, ինչ արժեքներ ունես, որ ամուսնանաս քո համար ի՞նչն է արժեքավոր։ Իմ համար արժեքավոր է, որ հասկացող։ Օրինակ հասկացողը ամեն հարցում։ Որ հարցերում։ Ասենք նույն լեզվով խոսակ։ Այդ հասկացողը ամաչում ես դու։ Ինչից ես ամաչում։ Ասա ջան, արի։ Արի լուծենք այս հարցը։
Հետո հասկանում։ Չէ, ես պետք է խոսացեմ այդ տակտիկա։ Դու ես ինչ ես։ Խոսացեք, ես տեղ կանգնել։ Ռեժիսոր կարելի է տեղ կանգնել։ Ես Աշոտի կներես քույրն եմ, որ եկել ենք իրար հետ դեյթի։ Արդեն Աշոտը ռեդ ֆլագը եթե քրոջ հետ է եկել դեյթի։ Գոնեն է ցանիկ որ դուրը չգա, որ հասկանա կամ լավ ասա։ Okay, ինչով ես զբաղվում։ Չէ, դա հետաքրքիր չի։ Նինո, այսօր եմ հետաքրքիր։ Լավ, Բայց իմանամ ինչ է։ Այսօր ես զբաղվում։ Հա, ես արշավ եմ կազմակերպում, գիտեմ։ Ինքը արկածային արշավներ է կազմակերպում։ Okay, մարդ ինքը չէ, ես եք։ Հասա դու ինչով ես։ Դու ինչ ես զբաղվում։ Ես սովորում եմ Որտե՞ղ ես սովորում։ մանկավարժական համալսարանում։ Չէ, բայց իրականում շատ նյարդայնացնող է, դուք ուզում հասկանամ տեսախցիկներից եք բարդույթավորվում։ Ուղղակի ձեր կերպարը այնպեսին է, որ միանշանակ պետքա հարցախեղ տանեք Շատ ռոք են ռոլ տե կերպարով եք ռոքային, ոչ այնց հոմ ես, տես չի լինում, կամ տափուկ եք։ Կամ տափուկ եք, կամ էլ չեք ուզում ձեզ ցույց տալ։ Ոչ, կամ էլ ուղղակի չի ուզում էներգիաներ դնի այն հանդիպման մեջ, որը ինքը մտածում որ արդյունք չի տալու։ Հիմա ձեր դուրը Աշոտը չի գալի։ Չէ, Աշոտ ջան, ոչինչ։ Մենք սաթանիկին բաց թողենք։ Սենց էլ է լինում, սաթանիկի դուրը չեկավ Աշոտը, ինքը ամեն ձև ուզեց։ Մենք ամեն ձև ուզեցանք պայքարենք Աշոտ ջան։ Շնորհակալ եմ որ չի քնել, որովհետև երբ որ աղջիկը չի հավանում։ Կարանալ քնի։ Դե չես կար, չէ կարա տղանանի, ասեմ իմանաս, դու նենց Հա, կարող ունեց գեղեցիկ ժեստ անել, որ դուրը գար։ Տղայի մեջ ի սկզբանե դուրը չէր եկել, չէ։ Ես քեզ մի բան ասեմ, այս տղան իր աստղով կարա գրավի։ Չէ։ Չի կար։ Չէ, ու այդ դա չի նշանակում, որ ինչ որ մեկը վատնա կամ լավն է։ Դուրը չգարը մի քիչ ուրիշ բան է եւ անկեղծության համար շնորհակալություն։ Բայց շատ եմ ուզում գնալ ժամադրության, բայց իմ ժամադրությանը չէ։ Ինչ որ ուրիշ մեկի ժամադրության։ Գնանք, դուք էլ կարող եք։ Շատ հետաքրքիր զարգացում ունեցավ առաջին ժամադրությունը եւ մի քիչ կանխատեսելի էր։ Հիմա արդեն գնում ենք երկրորդ առաջին ժամադրությանը, այս անգամ Նարեի հետ։ Դուք կարող եք իրար հետ արդեն շփվել։ Ողջույն։ Ողջույն։ Ինչ ակնկալիքներով ես եկել դու։ Ակնկալիք, այսինքն ինչպեսին պիտի լինի իմ կողակիցը։ Ահա։ Ավելովա ես հարց տամ ըստրո։ Որոշեմ։ Օրինակ, վեճերի ժամանակ ոնց ես դու լուծում հարցը կոնկրետ ցակած վեճը։ Okay, կախված ինչ վեճ է, ես նախ եւ առաջ ինչ կնե դժվար լինի վեճի ժամանակ փորձում եմ կողքից միջև վերջ լսել ու փորձում հենց տեղում լուծումը գտնեմ, բայց միշտ չի որ կարող եմ լուծումը կամ միասին լուծումը գտնենք, դիմացին անպայման միջև վերջ լսելը ու միշտ չի որ պետք է իմ ասածը առաջ եկել որ ընդհատում, բայց նաև ըստեղ մոտ ուրիշ խնդիր կա, որը երկրորդ ժամադրության վրա էլ է լինում, Աշոտը շատ երկար է խոսում, շատ է խոսում ու այդ շատ երկար խոսելու արդյունքում դիսկոմֆորտ է սկսվում։ Կարեք ավելի հակիրճ պատասխանեք։ Okay, դու։ Սխալ չեմ նկատել, չէ։ Ես հալից ընկել եմ համար իջակի չէ։ Ես մի հատ գլյուկոզա պետք ներարկել։ Այ փորձում եմ դիմացինից մինչև վերջ լսել ու ըստ դրա լուծումը հասկանամ ինքը ինչ ակնկալիքներ ունի այդ հարցի լուծման։ Ես էլ եւի թե կփորձեմ լսեմ առաջնային, բայց եթե զգամ որ դիմացինը սխալ է, միանշանակ այդ կբարձրաձայնեմ։ Օրինակ ըստ քեզ նորմալ է որ ամուսնու կնոջ ոնց որ իրավունքները, այսպես ասած, հավասար լինեն, թեկուզ, չգիտեմ, ամուսնական կյանքում կամ ընդհանրապես նորմալ է թե չէ։ Հավասար։ Ոնց պետք է լինի։ Ну, բնականաբար մտածում եմ, որ ավելի շատ պետք է հավասարություն լինի, բայց որոշ բաներ կա, որ ամուսնու մոտ ավելի շատ պետք է լինի։ Օրինակ ինչ է։ Օրինակ, ավելի շատ ես մտածում եմ աշխատանքի վերաբերյալ որոշակի աշխատանքներ պետք է ավելի շատ տղամարդուն լինի կամ չգիտեմ, դու օրինակ ինչ ես մտածում, կնշած ինչ որ կետեր, որ Ես բնական է, կոնկրետ իմ համար red flag-ային, որ կարա դիմացինից ինձ օրինակ արգելի ընդհանրապես չաշխատել։ Որովհետև այդ նենց չի, որ ասում են, եթե կին աշխատում է, ոյ, չգիտեմ, ինքը վատնա կամ չէ, յուրաքանչյուր կին ըստ իս ինքը առաջնային պիտի կայացած լինի,
ու իր կողակցից կախում չունենա ու իր կողակիցն էլ պիտի ամեն ինչ անի իր կնոջը ավելի մոտիվացնելու, չգիտեմ, վեր բարձրացնելու, այլ ոչ թե հակառակը։ Ես դրա հետ կապված մտածում եմ, որ կինը ինչի պետք է աշխատանք ունենա, ես կողմ եմ, որ աշխատանք ունենա, բայց այդպես պարտադիր չի, ինչ եմ կողմ, որովհետև եթե կինը իր կյանքում ինչ-որ հաջողությունների հասնում է, ապա իմ կողի մարդն է ինքը, ու եթե իմ կողի մարդը հաջողակ է ու կերտ է ու կարողանում է իր բնական ինչ-որ հաջողությունների հասնի, բնականաբար ինձ ավելի հաճելի է լինելու, ու ապագայում եթե երեխաներ լինեն, իմ երեխաներին կրթելու ավելի խելացի, ավելի կյանքի համար Դու ես լավ կզգաս դրանից, դու ոչ մի արգելքներ չես դնի։ Դե կախված աշխատանքի ինչ աշխատանք է, կախված նաև ժամերին, օրինակ գիշերային ժամերին կողմ չեմ լինի։ Բուրժքույրա գիշերային սմեն է աշխատում։ Ну, որոշակի աշխատանքներ, հա, բայց ես օրինակ այդքան է կողմ չեմ, որ գիշերային իմ կողի մարդը կողակիցը գիշերային աշխատանքով անի։ Բնական աշխատանքներ, որ Ինչ է լինում գիշերը։ Ну, գիտեք, դա դժվար է բացատրել, բայց դա ոնց որ մտածա իմ մեջ ու ես չեմ կարող թողել։ Հետո ինչ պետք է լինի գիշերը, որ չի լինում ցերեկը, որ գիշերայինը տարբերվի։ Նայեք, գիշերը Եթե դավաճանելը ցերեկն է կարա դավաճանի։ Չէ, վտանգավորության մասին է խոսում ինձ թվում։ Ավելի շատ վտանգներ լի է, ու եթե կախված իր գործի բնույթից էլի, բայց հաստատ յուրաքանչյուր հայտարարմարդ կողմը քիշի, որ իր կողակիցը գիշերային ժամերին աշխատանքի լինի։ Հիմա Հայաստանում այնքան լիքը կին կա, որ աշխատում է գիշերային ժամերին բուրժքույրներ ու իրենց տղամարդիկ հպարտ են դրա համար ու ինձ թվում է աջակցում։ Ну, որոշակի բացառություններ պետք է անենք Մի հատ ոլորտային։ բան կարող եմ ուղղորդել հայ տղաներին, որովհետև այսպես շատ են խոսում, որ մեզ մոտ ոչ մի հայ տղա այս ինչ բանը տվյալ չկոնկրետացնենք, չի ընդունի, բայց ուզում եմ յուրաքանչյուրը իր համար հասկանա ինչու։ Արդյոք դա ուրիշների կարծիքը չի։ Իսկ եթե ուրիշների կարծիքն է, որ ձեր կինը օրինակ աշխատում է ուշ ժամերի, եթե դա ուրիշների կարծիքի պատճառով դուք չեք ցանկանա, այլ ոչ թե նրան չվստահելու կամ նրան համար անհանգստանալու համար, դա արդեն կասկածի տակ է դնում ձեր երջանկությունը, որովհետև շատ բաներ անելով ուրիշների համար կամ չհասկանալով ինչի համար եք դուք ձեր համար այդ արժեքը ընդունել, դա վնասելու է ձեր երջանկությունը։ Դուք չեք գտնելու ու չեք հասկանալու ինչի չեք գտնում։ Նայեք, դիքը բաներ կա, որ իրոքից հասարակության կարծիքը թելադրում է քեզ, բայց բաներ կա, որ հասարակության կարծիքին դու համաձայն չես։ Օրինակ, հասարակությանը ավելի շատ կողմ չի, որ կինը աշխատի, ես կողմ եմ ու լրիվ օքեյ եմ, ավելի որոշակի։ Բայց որ հասարակության չի։ Հայ հասարակության մասին Հայ։ Հա։ Դե լավ, այդ կարծրատիպը, նու Հիմա մենք աշխատում ոչ բոլորը, ես ավելի Դե չէ՞ որ հասարակությունը, հասարակությունը հավաքականն է։ Տենց ասեմ, բայց օրինակ ես ինքս այդ իմ համար հաստատ red flag է, որ գիշերային աշխատի ու կախված նայեք էլի ասում եմ ինչ աշխատանք, բայց ես կողմ չեմ։ Okay, լավ է Ձեր համար ձեր տեսակետն Նարեն պետքա որոշի։ Երբ որ դուք կներեք էլ չգիտեմ դուք ամուսնացած եք թե չէ, երբ որ դուք ամուսնանաք, դուք այդ հարցը կարակտակ ձեր կողակցին, դրա հասկանալին այնց կողակից որ մեզ արկելի։ Խնդիր կլինի էլի։ չի արկելի բնականաբար, ինքը բայց այդքան կողմ չի լինի, որ Տենց չենք ընտրի մենք։ Դա չգիտեմ։ Ես մեր անունից խոսեմ, որովհետև հաստատ գիտեմ էլի, որ չենք ընտրի։ Լավ, ինչևէ, Ասեղավորին արդեն չեք ընտրել։ արդեն չենք ընտրել, դրա համար չենք ամուսնացել։ Լավ, հատակ եմ անվել, բա։ Okay, Նարե ջան, ես մի հատ զուտ ասեմ, Նարե ջան եւ Աշոտ ջան, դուք էլի համապատասխան չեք իրար։ Ընդհանրապես Նարե դու շատ էներգետիկա ունես, ցած ակտիվ էներգետիկա ունես։ Ես քեզ ուզում եմ ասեմ ուրիշ մեր հաղորդումներին արի, որտեղ դու շատ սիմպաթիկ աղջիկ ես եւ կարաս գտնես քո կողակցին։ Աշոտ ջան, ձեզ խնդրում եմ մի քիչ ավելի էներգիա։ Բայց Աշոտը մի հատ ես ուզում եմ մի քիչ Աշոտին պաշտպանել։ Պաշտպան, ես իրեն չեմ Մեծ green flag ունի, ես վստահ եմ։ Այնպեսին ինչպեսին նրան կճանաչի աղջիկը, հետագայում ոչինչ չի փոխվի։ Կարող բնականաբար ավելի խորապես կճանաչի, բայց նա չունի եղցիկ իր մեջ։ Հա, համաձայն։ Այսինքն այսպեսին է եւ այսպեսին էլ կմնա։ Աղջիկներն էլ շատ երիտասարդ են, նրանք դեռ շատ իրենց պիտի ճանաչեն, իրենց պիտի գտնեն, որպեսզի հասկանան ում են ուզում տեսնել
իրենց կողքը։ Ուղղակի այսօր նրանց ստացված, որ աղջիկները ոնց որ համապատասխան չլիներ զույգը, հնարավոր է այնպեսի աղջիկ լիներ, որը ամբողջությամբ ասենց միանգամից մենք է կողքից նայենք ձեր ժամադրությանը, միանգամից ասենք Այսա, որովհետև մենք այդպիսի ժամադրություններ ունեցել ենք այս Միանգամից սերտեր կանչի։ Այո, գտնեք անպայման ձեր կողակցին, ձեր իսկ ասած red flag-երով, որի հետ ինքը համաձայն կլինի եւ green flag-երով, որի հետ ինքը էլի okay կլինի։ Բայց կարող է նորեն ժամանակից առաջ են կանգնում, որովհետև ընտրողը Աշոտն է, չմոռանանք աղջիկներից եւ եթե նորեն էլ երկկողմանի ինչ-որ համաձայնություն լինի, Ինչ-որ չվերցնենք այդ հնարավորությունը մարդկանց ձեռքից։ Հույս ունեմ, եթե միակողմանի չի, այ երկկողմանի է, ձեր մոտ լավ կստացվի։ Նայեք, ես sense եմ մտածում, որոշակի բացառություններ լինում է, ու եթե դու քո կնոջը շատ սիրես ու հասնես այն վստահության մակարդակին, որ թողես նույնիսկ գիշերային աշխատանք լինի, որոշակի բացառությունների դեպքում։ Ես էլի կողմ եմ, բայց ընդհանուր առմամբ ես դեմ եմ։ Ես նաև մի բան համոզեցիր, օծի լեզուն։ Մի բան գիտեմ, մի բանում եմ վստահ, որ ինչ սկզբունքներ էլ ուզում ես դու միշտ քո կյանքում քեզ համար ընտրի եւ ասա, որ ես այսպեսին եմ, երբ որ մարդիկ իսկապես սիրում են իրար, այդ ամեն ինչը մղվում է հետին պլան։ Կոմպրոմիսը օրգանիկ գալիս է երևի։ Մարդուն պիտի նայես, ուղղակի նա գիտի սիրել, թե չգիտի սիրել։ Եթե մարդը ունակ է սիրելու, իսկ դրան բոլորը չեն ունակ, դու պիտի այդ ներքին հասունությունը ունենաս եւ դա ընտրություն է նաեւ։ Պիտի կարողանաս, բայց պիտի նաեւ ընտրես։ Եթե դու կարող ես սիրել, ամեն ինչ հնարավոր է այնպես անել, որ երկուսն էլ կոմֆորտ զգան իրենց հարաբերություններում եւ այդ ամեն ինչը արդեն չեղյալ համարվում։ Եթե սիրում եք, հաստատ ինչ-որ լեզու կգտնեք, բայց եթե սերը իրոքից դուք չեք սիրում իրար, հաստատ ինչ-որ կոնֆլիկտներ կլինի թեկուզ ուրիշ այլ մանր հարցերից, ոչ թե հենց աշխատանքային։ Նարեն դեմքի արտացում ցույց է տալիս, ինքը ձանձրացավ։ Իրեն կխնդրենք։ Ես լուր լսում եմ։ Հիմա Նարեին կխնդրենք, որպեսզի նա հեռանա եւ մենք կունենանք խոսակցություն Աշոտի հետ, որ տեսնենք նա ում է ընտրել։ Բայց ում պետք է ընտրի։ Դե տեսնենք։ Հեսա Նարեն կգնաք իմանանք։ Բայց Նարային էլ հարցնենք, եթե Աշոտը քեզ ոչ մեկի։ Հա, նայ, որ Աշոտը քեզ գաս, ես ուզում եմ դու ինձ հետ կլինես իր հետ։ երկրորդ ժամադրության գնաս։ Ոչ։ Այսինքն այսօր զույգեր չունեցան կազմված։ Բայց դու մի վհատրի։ Դու շատ լավ տղա ես, որը չի գտել դեր իր կողակցին, բայց դու կգտնես անպայման։ Հիմա եթե մեկը սխալ տեղում է փնտրում, չնշանակում ինքը խնդիր ունի։ Այո, նշանակում ուղղակի միջավայրը իրեն գտնվողի մեջ է խնդիր։ Ոչ մեկի մեջ խնդիրը չի, ուղղակի ժամանակը չի։ Այսքանով մենք իստոմա ավարտենք մեր երրորդ շատ դրամատիկ իստոմա տխուր եթերը Ես մի քիչ տխրեցի։ Ես է Աշոտի համար, բայց Աշոտը շատ լավ մարդ է եւ կգտնի հաստատ իր։ Բայց մյուս կողմից էլ ուրախալի է, երբ մարդիկ ազատ են ընտրելու եւ բարձրաձայնելու իրենց ընտրության մասին, սա եւս հրաշալի է։ Մեր հաղորդումը այսպես ավելի շատ կարծրատիպեր կոտրելու համար է։ Եվ նախորդ թողարկումներում մենք առիթներ ունեցել ենք, որ այդ կարծրատիպերը տարբեր առումներով կոտրել ենք։ Այսօր երևի թե այսքանը։ Այստեղ մի բան եմ մնում ավելացնել, я желаю, чтобы любимый человек вам сказал давай поженимся։ Давай поженимся։ Bye։ Ես ուրախ եմ, որ այս հաղորդման մասնակիցը դարձա եւ դրական էներգիաներ շատ ստացա։ Ճիշտ այսօր չստացվեց մեր դեյթը, բայց հուսով եմ հետագայում բոլորը կգտնեն իրենց երկրորդ կեսերին։ Ուրախ եմ մասնակցել այս հաղորդմանը, բայց ցավոք սրտի ես չկարողացա լիարժեք արտահայտվել, քանզի լարվում էի, ու ինձ համար անսովոր էր այսքան տեսախցիկների առջև խոսել ինձ համար անձնական թեմաներից։